Ես հանցագործ եմ։ Ու եթե մի օր դատավորը հարցնի, գիտակցել եմ հանցանքիս լրջությունը, պատասխան չեմ ունենալու։ Մի օր ես ձեռքիցս դրել եմ վրձին ու կտավը, որովհետև այն ինչ նկարում եմ հիմա ավելի թանկ արժի, բայց այս պատմությունը միայն փողի մասին չի։ Այս պատմությունը 3 ընկերոջ մասին է, որ մի օր ձեռքերը տաքացրել են նույն վառարանի վրա, իսկ տարիներ հետո վախենալու են այդ նույն ձեռքերը իրար մեկնել, որովհետև այն թաղում, որտեղ իրենք են մեծացել, դավաճաների ձեռքը չեն սեղմում։ Տեխնիկատ փոխել ես, այվաս, հազարների մեջից կճանաչեմ նկարածը։ Վերջին անգամ պայմանավորվեցինք, որ էլ չես գալու, Սարիկ։ Բայց կես տարում ինչքան բան ա փոխվել, չէ։ Ես չեմ փոխվել, ու ոչ էլ պատասխանս։ Ոչ քո ժամանակը ծախսի, ոչ իմ։ Մեքենայի մեջ սպասում եմ։ Կարևոր բան պետք է ասեմ, 2 րոպե վարի։ Քո համար է կարևոր, այվաս։ Արսեն։ Ես սովոր եմ, որ դու միշտ ինձ համար եղել ես այվաս։ Ու սովորություններս չեմ փոխում։ Լսի, Սարիկ, ես այս սովորություններս չեմ փոխում ու ոչ էլ պատասխաներս։ Գնա ստեղից։ Ու երկուսս էլ կմոռանանք, որ այսօր հանդիպել ենք։ Գնա նորմալ կյանքով ապրել։ Այդքան տարի նստելուց հետո մարդիկ ամեն ինչ անում են, որ այդ չգնան, դու էլ այդ ճանապարհն ես բռնել։ Իսկ ես չեմ հավատում, որ դու գոհ ես քո կյանքից։ Այվազ։ Ինչ է ստացել այդ քո ազնվությունից, հա։ Ինչ։ Ամբողջ կյանքդ նստելու էստեղ սպասես, մինչև մեկն ու մեկը նկարը տառնի, չէ։ Հա։ Դե սպասի։ Մարդու ամենամեծ տերությունը միջև վերջ չլսելն է։ Ու ես այսօր եմ եկել, ոչ թե 3 կամ վաղը։ Ու դա նրանից չի, որ ազատ էի։ Չեմ հասկանում։ Լսի, ինձ թվում է, մոտորերս իմ հեռախոսահամարը քեզ պետք է գա։ Համարս փոխել եմ, բայ։ Տեղը լավ հիշի, պետք է գալու։ Ալո։ Արսեն տուն արի։ Ինչ է եղել։ Ոչ մեկ չի կարող ինձ իմ տնից հանել։ Ախր սենց ոնց կլինի։ Արսեն մեզ վտարում են տնից, ասում են տունը աճուրդի են դրել։ Սպասում րոպե։ Պարոն Իշխանյան, ժամկետը լրացել է։ Մենք ցուցում ունենք ու առաջնորդվում ենք ցուցումով։ Իսկ աճուրդի հետ կապված հարցերը բանկի հետ լուծեք։ Խոսել եմ, կապի մեջ եմ եղել, ասել են տեղյակ կպահեն։ Հստակ պայմանավորվել եմ, որ աճուրդով կգնեմ։ Արսեն կարող է ինչ-որ բան սխալ ես հասկացել։ Ինչն եմ սխալ հասկացել։ Աճուրդի են դնում ու առաջինը տանտիրոջն են հնարավորություն տալիս գնելու։ Բա մեզ հիմա ինչ են հանում։ Ձեզ հիմա ոչ մեկ տանից չի անում։ Դուք դեռ 3 օր ժամանակ ունեք։ Ոնց 3 օր։ Մենք 3 օրից գալու ենք։ Դեռևս անշարժ գույքն է միայն կալանքի տակ։ Այնպես որ տեխնիկան եւ կահույքը լավ կլինի տանից հանեք։ Հաջողություն։
Պապա մի հատ այդ թղթերը նայի էլի։ Ասում են, որ ըստ այդ թղթերի արդեն տունը վաճառվել է, որ աճուրդով վաճառել են, պապ։ Իրանք 3 օրից գալու են։ Ուզենք թե չէ դուրս են գալու այստանից։ Մի բան պիտի մտածենք։ Արսեն, դու ինձ խնդրեցիր ու ես քեզ վստահեցի։ Ես արեցի մի բան, որը երբեք չի անի, եթե երեխեքը չլինեին։ Մտածեցի նորմալ գործ ես գտել։ Հիմա ի՞նչ է ստացվում։ Գործը չեղավ։ Մեզ տնից հանում են ու տունը կորցնում եք։ Մամա, սպասի։ Ինչի սպասեմ։ Էլ ինչին սպասեմ, Արսեն, մի բան արա։ Մի լուծում գտի։ Գոնե կյանքիդ մեջ մի անգամ տղամարդու պես լուծում գտի։ Դե Էրիկա, ես կգտնեմ այդ փողը։ Ես քեզ քանի անգամ եմ ասել, ոչ մի նկարիչի կենթանության օրոք չեն գնահատում։ Ինչ իմաստ ուներ ամբողջ կյանքը սոված ապրելը, ինչ հա թե մեռնելուց հետո կարող է գնահատեն։ Ասեցի ես փողը կգտնեմ։ Բա որ գտնելով էր մինչև հիմա ինչի չէիր գտել։ Ես հերթափոխի եմ այսօր։ Դու էլ գնա։ Բոլորդ գնացեք, բա ես ինչ անեմ։ Մամ ջան, ես ձեզ շատ եմ սիրում, բայց եթե հասցեմ փոխվելու լինի, ասեք էլի։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող առաջարկել։ Ատել զանգի Լիզային։ Զանգի Լիզային, հետո խոսեք մի բան արեք։ Լիզան հիմա ես իմ ուրա։ Էй, մի արեք։ Վայ Աստված։ Կամուսանաս իմ հետ։ Լիզ, իրականում չեմ էլ հիշում, երբ եմ հասկացել, որ սիրում եմ քեզ, որովհետև ինձ թվում է միշտ սիրել եմ ու առաջին դասարանում էլ հենց ասել եմ, որ ամուսնանալու եմ հետդ։ Բայց հիմա քո հերթն է։ Կամուսնանաս իմ հետ։ Որ դեռ չենք իջել, մտածում էի գալու եմ ու քեզ սպանեմ։ Բա հիմա։ Ով ես երբեք սենց զգացողություն չեմ ունեցել։ Բա սենց։ Երևի ավելորդ ասել չէ, որ դու իմ 100 տարվա ընկերն ես։ Ու ես էլ եմ ուզում հարցին նենց նայեմ, որ դու ճիշտ լինես։ Նստի։ Բայց ոնց նայում եմ, թղթերով ամեն ինչ օրինական է։ Ես աճուրդը շատ շուտ արեցի։ Իսկ թվում է, որ ինձ հատուկ փաստի առաջ են դնում։ Սարքում են գլխիս։ Բան ունես ասելու, ուղիղ ասել։ Ում ես կասկածում։ Պարոն Բաբայան,
Կգաք մի րոպե, կարևոր է։ Արդեն երկրորդ անգամ է։ Մանկությանս ընկերոջ նկարը բերում դնում են սեղանիս։ Մի տարի է, որ Ռուսաստանում բանտից դուրս է եկել ու եկել է Հայաստան։ Բայց մի տարվա մեջ արդեն 2 անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Երկու րոպե սպասի գալիս եմ, լավ։ Մամ։ Մամա, ինչի՞ ինձ չեք դիմավորում, կարող է լավ լուրով եմ եկել։ 3 հնարավորություն ունես գուշակելու։ Լավ, պետք չի գուշակել, ընդհանրապես աչքերդ փակի, մամա։ Լիզա, արի նստի խոսենք։ Մամ, լավ էլի, խնդրում եմ, աչքերդ փակի, խնդրում եմ։ Բացի։ Ես ու Հովոն ամուսնանում ենք։ Ո՞նց։ Դե չգիտեմ ոնց, ուղղակի այդպես է ստացվել, ուղղակի չգիտեի ոնց ասեմ։ Դե ես էլ չգիտեմ ոնց մանկական ընկերությունը վերածվեց սիրո, բայց համել դուք եք մեղավոր, այնքան եք ասել Հովան ձեր աղբերնա, չգիտեի ոնց ասեմ։ Մամ, հասկանում եմ, որ զարմացել ես, բայց ուրախ ես, չէ՞։ Հա, իհարկե ուրախ եմ, Լիզ, ուրախ։ Կներես, կարևոր էր։ Պապա։ Տղես։ Ես ոնց է որ տանում ես։ Ուղղակի մի քիչ շուտ եմ եկել այսօր։ Բան ա եղել, պապ։ Չէ։ Բա ինչի՞ չես թողում ներս գա։ Բա ասել էիր ուշ ես գալու։